Նիկոլ Փաշինյանը համոզված է ցեղասպանությունների մասին խոսույթով ստանում ենք ցեղասպանությունների մասին խոսույթ, վերադարձի մասին խոսույթով վերադարձի մասին խոսույթ, եւ այդ ամեն ինչը մեկ բանի մասին է։ Հայաստանի ժողովրդին, ներառյալ Ղարաբաղի ժողովրդին թույլ չտալ, որ խաղաղվեն։ Նրանց պահել պանդուխտի եւ գաղթականի կարգավիճակով, հույս տալով, թե էսա մի օր ցեղասպանությունը կճանաչի միջազգային հանրությունը, էսա մի օր Սևերի պայմանագիրը կաշխատի, էսա մի օր էս կլինի, էսա ես մեր քաղաքականությունը եւ ռազմավարությունը հետեւյալն է։ Մենք պետքա խաղաղվենք։ Հայաստանի ինչպես ժամանակին Չարենցն է ասել, կա Հայաստանի Հանրապետություն եւ ուրիշ ոչինչ։ Ուրեմն կենտրոնանում ենք Հայաստանի եւ տնավորվում ենք Հայաստանի Հանրապետությունում։ Շարունակելով թեման վարչապետն ընդգծում է. ես չեմ ասել, որ արցախցիները փախել են, այլ ասում եմ, որ Ղարաբաղի այսպես կոչված էլիտան է փախել։ Դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Ես Ղարաբաղի ժողովրդին որևէ բանում ոչ մեղադրել եմ, ոչ մեղադրում եմ, ոչ էլ կամ մեղադրեմ։ Ընդհանրապես ոչ Հայաստանի, ոչ էլ Ղարաբաղի ժողովրդին, ընդհանրապես ժողովրդին որևէ բանում մեղադրելը, այդ կներեք անհեթեթություն է։ Ժողովրդին չի կարելի որևէ բանում մեղադրել։ Առավել եւս Ղարաբաղի ժողովրդին, ում մասին ես ասում եմ, որ նրանք պատանդի կարգավիճակում են։ Այդ ձեր ասած շրջանակներն են, որ ժողովրդի հասցեն ինչ ասես ասում են։ Հարցին թե արդյոք Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ժամանակ բարձրաձայնվել է Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիան շտաբ երրորդ կողմի փոխանցելու հարցը, քանի որ այն ղազախական ընկերության փոխանցելու վերաբերյալ կան քննարկումներ, վարչապետը հետևյալը նշեց։ Դեպ չեն կլինի, եթե պարզվի, որ մեր եւ Ռուսաստանի միջև կա փոխադարձ ըմբռնում, որ ղազախական ընկերությունը երկուսս համարել ընդունելի է։ Հիմա որ ասեմ քննարկումը, այնպես չի, որ մենք հիմա Ռուսաստանի գործընկերների հետ նստում որտեվ Ռուսաստանի գործընկերները դեռ չեն ասել, լավ, համաձայն ենք, եկեք տենց անենք։ Առաջնահերթություն չկա, որովհետեւ այդ հարցը դեռ չի քննարկվում ըստ էության։ Հենց ասում եմ, թևածող գաղափարներ կա կամ չթևածող քայլող։ Վարչապետ, Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումների ֆոնին Հայաստանը որքանով է պաշտպանված լոգիստիկ եւ տնտեսական առումով եւ կառավարությունը որքանով է պատրաստ հնարավոր ճգնաժամային իրավիճակում աջակցելու տնտեսությանը եւ բիզնեսներին։ Անվտանգության խորհրդի համակարգմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, ում դա 12-օրյա պատերազմի շրջանում էր, ում խնդիրն է շարունակում մնալ մոնիտորինգ անել իրավիճակը եւ ըստ անհրաժեշտության կայացնել իրավիճակից բխող որոշումներ եւ այդ խումբը աշխատում է եւ ըստ անհրաժեշտության կկայացնենք որոշումներ։ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով դիտարկմանը, թե վարչապետը քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ կարծիք է հարցնում, արժե հրապարակային ցուցադրել այն ռազմատեխնիկան, որը վերջին տարիներին է ձեռք բերվել, հայտարարեց մայիսի 28-ին Հանրապետության օրը Հանրապետության հրապարակում տեղի կունենա ոչ այնքան ցուցահանդես, որքան հաշվետվություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Ընդհանրապես զորահանդեսը ինքը շատ նուրբ երևույթ է եւ կարա նաեւ տպավորություն ստեղծի խաղաղության օրակարգից շեղվելու, խաղաղության օրակարգից հրաժարվելու եւ մենք աշխատում ենք եւ շարունակելու ենք աշխատել միջազգային հանրության մեր գործընկերների հետ, ներառյալ տարածաշրջանի երկրների հետ, որպեսզի նրանք որևէ կերպ դա չընկալեն որպես խաղաղության օրակարգից հրաժարում։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց այս թեմայով նախկինում արած իր հայտարարությունը, որ այն քաղաքացիների խմբերը, որոնք ցանկանում են տեսնել ռազմատեխնիկան, հրավիրվում են ցուցադրության, ապա նշեց, որ այժմ արդեն հերթագրված քաղաքացիների մեծ թվի պայմաններում իրատեսական չէ մարդկանց հերթով խմբերով տանել եւ ցուցադրել այդ ամենը։ Փոխարենը դա կարվի մայիսի 28-ին։ Վարչապետը կարծում է, որ ռազմատեխնիկայի այդ ցուցադրությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար լինելու է տպավորիչ տեսարան։ Տիգրան Վագմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։